Յոլչյան Production-ը ներկայացնում է Յոլչյան Production Հիսուս հարություն է առել, փրկել է մեր երկիրը, երկնքի դռներն է բացել, երգում են հրեշտակները։ Հիսուս հարություն է առել, փրկել է մեր երկիրը, երկնքի դռներն է բացել, երգում են հրեշտակները։ Այսօր Սատկի տոն է, Սուրբ Կիրակի օր է, և տոն է հարության, բոլորի փրկության։ Այսօր Սատկի տոն է, Կիրակի օր է, թող լցվենք բարությամբ, թող լցվենք խնդությամբ։ Նա մեզ հետևում է, մեր կողքին կանգնած է, բոլորի մեղքերն է մաքրել, գիտի ամբողջ աշխարհը։ Այսօր Սատկի տոն է, Սուրբ Կիրակի օր է, և տոն է հարության, բոլորի փրկության։ Այսօր Սատկի տոն է, Սուրբ Կիրակի օր է, թող լցվենք բարությամբ, թող լցվենք խնդությամբ։ Հավիտյան կյանք է տվել, հրաշքների հրաշքն է դարձել, Հիսուս մեր փրկիչն է, հավերժ մեր կողքին կանգնած է։ Այսօր Սատկի տոն է, Սուրբ Կիրակի օր է, և տոն է հարության, բոլորի փրկության։ Այսօր Սատկի տոն է, Սուրբ Կիրակի օր է, թող լցվենք բարությամբ, թող լցվենք խնդությամբ։ Այսօր Սատկի տոն է, Սուրբ Կիրակի օր է, և տոն է հարության, բոլորի փրկության։ Այսօր Սատկի տոն է, Սուրբ Կիրակի օր է, թող լցվենք բարությամբ, թող լցվենք խնդությամբ։ Հրաշքների հրաշքն է դարձել, Հիսուս մեր փրկիչն է, հավերժ մեր կողքին կանգնած է։ Այսօր Սատկի տոն է, Սուրբ Կիրակի օր է, և տոն է հարության, բոլորի փրկության։ Այսօր Սատկի տոն է, Սուրբ Կիրակի օր է, թող լցվենք բարությամբ, թող լցվենք խնդությամբ։ Այսօր Սատկի տոն է, Սուրբ Կիրակի օր է, և տոն է հարության, բոլորի փրկության։ Այսօր Սատկի տոն է, Սուրբ Կիրակի օր է, թող լցվենք բարությամբ, թող լցվենք խնդությամբ։ Հարգելի շուտեր, մեր այսօրվա միջոցառումը նվիրված է Հիսուս Քրիստոսի հրաշալավ հարության տոնի Սուրբ Զատիկից։ Քրիստոսի հարությամբ մարդիկ ազատվեցին մեղքերից։ 49 օր առաջ Զատիկից պահում են մեծ պահքը։ Հայաստանի որոշ վայրերում ընդունված է եղել պահքից առաջ կարտոֆիլից և սոխից ակլատիս պատրաստել։
գարնան է, երբ բնությունը զարթոնք է ապրում։ Եվ աղոթում ենք աշխարհի բոլոր մանուկների համար, քանի որ այն օրհնության տոն է։ Զատիկ տոնը նշվում է հիշատակ Հիսուս Քրիստոսի հարուցի
մատել մեր սիրելի տնօրեն Շիրգետ Մանյանը։ Մեր պարտեզի ամենաջերմ խումբն է ամեն անգամ ինձ գրկաբացել դիմավորում։ Շնորհակալ եմ երբ համար միջոցառումը ուսուցիչ էր, գեղեցիկ էր և ամենակարևորը ուսանելի էր։ Մեզ համար առաջնային նպատակ պիտի լինի քրիստոնեական արժեքներին հավատարիմ, քրիստոնեական արժեքները կրող սերունդների դասյարակում։ Շնորհակալ։ Շնորհակալ եմ ձեզնից շատ, քանի որ այսքան լավ ժամանակահատվածում դուք այնքան ջերմություն և սեր եք փոխանցել մեր երեխաներին, որ իսկապես ծնողներ և ովքեր մանեք ըտնում է մեր խումբ, բոլորը գրկախառնվում են։ Երեխաները անմեղ էակներ են, նրանք լավ հասկանում են, չէ՞ բնականաբար, որ ինչ սեր, ինչ ջերմություն ունեն իրենց նկատմամբ։ Իսկ դուք այդ ջերմությունը և սերը տվել եք, շատ շնորհակալ եմ ձեզնից։ Շնորհակալ եմ նաև ընկեր Լուսինե ջան, մեթոդապես միշտ իմ կողքին լինելու, ընկեր Անուշ ջան, ձեր երաժշտական ոչ միայն պարապմունքները, այլև իմ հանդեսի մի մասնիկը դուք եք գեղեցկացնում, ավելի գունավորում։ Շնորհակալ եմ բոլորիդ։ Ծնողներ, ձեզնից ևս շնորհակալ եմ, որ ամեն հարցում միշտ իմ կողքին եք։ Շնորհակալություն։ Իսկ ամենամեծ շնորհակալությունը հայտնում եմ այսօր ձեզ, իմ հրաշքներ։ Օգտագործելով այս գեղեցիկ և ուսուցիչ միջոցառման լուսավոր խորհուրդը թույլ տվեք մեր ուժի ծնողների անունից շնորհակալության և երախտիկի խոսք հնչեցնել մեր սիրելի դաստիարակի ընկեր Մարիայի, Հեղինե Մորաքրոջով և իհարկե Կերանուշին այս կատարյալ միջոցառումը իրականություն դարձնելու Սուրբ Հարության հրաշափակ խորհուրդը մեր փոքրիկների մատաղ փոխիրելու սերմանելու և այս ջերմությունը մեզ փոխանցելու մասնակից դարձնելու համար։ Աննկարագրելի է ձեր ունեցած աշխատանքը մեր փոքրիկների մարդ տեսակի կերտման և հայեցի դաստիարակության գործում։ Այսօր նրանց խոթովախոս լեզվով հնչեց քրիստոնյա աշխարհի ամենագլխավոր լուսավոր տոնի գլխավոր խորհուրդը, որ հիմնաքար է հանդիսանալու մեր փոքրիկների հավատի վերաբերյալ ունեցած առաջին և հնայուն պատկերացումների մասին։ Մենք շնորհակալություն ենք հայտնում ձեզ ձեր համբերատարության, փոխանցած գիտելիքների, մարդ տեսակի, բարեկրթության և իհարկե անձնուրաց նվիրումի համար։ Շնորհակալ ենք ձեզ, ձեր բարիքները ապահով ձեռքներում են։ Ողջույն տվեք դուր դրացած Քրիստոս հարյա